Եվ մշտապես այդպես էլ խոսելու է, որովհետև եթե չկան միջնորդներ, որոնք պիտի զսպեն նրա ագրեսիվ օրակարգը, ախորժակը, մեծապետական, մյուս կողմից կա պատերազմ պարտված Հայաստան, առանց միջնորդների ուժային այս դիսբալանսի պայմաններում անցկացվող բանակցությունները ոչ թե բալանսավորված խաղաղության մասին են, այլ կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի։ Այն ինչ-որ 2022-23 թվականներից սկսած ես, մեր թիմի այլ անդամներ պարբերաբար ահազանգել ենք, զգուշացրել ենք, ասել ենք։ Հատկապես երբ ստորագրված որևէ փաստաթուղթ սեղանին չկա։ Այո, կամ էլ հռչակագրային բնույթի ինչ-որ հայտարարություններ կան։ Հիմա մենք պատահական չի, որ այդ նվաստացուցիչ միակողմանի զիջումների մոդելին, որը մենք անվանում ենք նաև ուրացման մոդել, հակադրում ենք մեր երաշխավորված խաղաղության մոդելը։ Ինչ է դա։ Երաշխավորված խաղաղության մոդելը չի ենթադրում ամենևին ստանձնած միջազգային պարտավորությունների վերանայում մեր իշխանության գալու պարագայում, ինչպես փորձում են դա ներկայացնել իշխանությունը։ Այսինքն դուք չեք հայտարարել, որ սկսում ենք զրոյական։ Իհարկե մենք այդ արկածախնդրությունը Նիկոլ Փաշինյանի չունենք, ու այդ ամբարտավանությունը չունենք։ Դա ենթադրում է, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա միջնորդներ միջազգային երաշխիքներով, այսինքն որպեսզի այս դիսբալանսը մեղմվի։ Ինչպես նաև դա ենթադրում է, որ Հայաստանը այն անվտանգային համակարգում, որ գտնվում է, դիուժեղացնի այդ անվտանգային կապերը եւ նույն ժամանակ փորձի մեր օրակարգի շուրջ դաշնակիցներ գտնել նաեւ այլ ազիմուտներում։ Այսինքն սա ենթադրում է միջնորդների եւ դաշնակիցների ու նրանց երաշխիքների ամուր մի համակարգ, որ իսկապես ինստիտուցիոնալ ու երաշխավորված կդարձնի խաղաղությունը եւ թույլ կտա Հայաստանին այս խեղճությունը հաղթահարել, մեջքը ուղղել։